ազգային ժողովի պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ ներկայացված Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի որոշման նախագիծը։ Հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյան, համեցեք։ Շնորհակալություն, հարգելի խորհրդարան։ Ձեր դատին է ներկայացվում գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը։ Գաղտնիք չէ, որ գազամատակարարման ոլորտը մեզ համար ծայրահեղ կարևոր ոլորտ է եւ դրանով պայմանավորված տարիների ընթացքում նախաձեռնություններ, առաջարկություններ ուսումնասիրելու ոլորտը եղել են։ Խնդիրը առավել եւս արդիական դարձավ անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին ստորագրված պայմանագրերից հետո, երբ բազմաթիվ հարցեր ծագեցին հասարակությունում։ Խորհրդարանական 4 քաղաքական ուժերը ներկայացրեցին առաջարկություն ստեղծելու ժամանակավոր հանձնաժողով, բարձրացնելով մի շարք հարցեր, ավելի ճիշտ 2 կարևոր հարց, որոնք իսկապես կարևոր էին։ Սակայն խորհրդարանական մեծամասնությունը մերժեց դա։ Եվ ես հիմա համարում եմ անհրաժեշտ նաև պարզաբանելու, թե ինչով է պայմանավորված եղել այդ մերժումը։ Ի սկզբանե ասեմ, ոչ նրանով, որ այդ հարցերը արդիական չեն, ամենևին։ Խնդիրը վերաբերում է իսկապես շատ կարևոր հարցերին, որոնց պատասխանները անշուշտ պետք է տրվեն։ Եվ շատ ճիշտ է, որ այդ հարցերին պետք է անդրադարձ կատարվի խորհրդարանի մակարդակով։ Բայց նաև գաղտնիք չէ, որ այդ հարցերը ունեն նաև իրենց քաղաքական ենթատեքստը եւ այս առումով ծայրահեղ անհրաժեշտ է, որպեսզի լինի հավասարակշռված մոտեցում, որպեսզի մենք խնդրին վերաբերվենք որպես իրապես խնդիր, իր բովանդակություն ունեցող, այլ ոչ թե առիթ քաղաքական շահարկումների համար։ Այսինքն մենք համաձայնվելով բովանդակային խնդիրների հետ, մենք մերժել ենք մոտեցումը, որը ներկայացված էր այստեղ, եւ առաջարկում ենք առաջինը ավելի հավասարակշռված մոտեցում, ավելի պատասխանատու մոտեցում, եւ երկրորդը մենք համարում ենք, որ այն հարցերը, որոնք ներկայացվել էին, նրանք ծայրահեղ նեղ էին եւ պետք է անդրադառնալ շատ ավելի լայն հարցերի շրջանակին, որոնք եւս հանդիսանում են այսօր լայնորեն քննարկվող հարցեր։ Ինչ խնդիրներ ենք առաջարկում մենք հանձնաժողովի քննարկման համար։ Առաջինը սպառողների շահերի պաշտպանության ներկայիս վիճակը։ Ընդ որում այս հարցերը ընդգրկում են բազմաթիվ ենթահարցեր, տարատեսակ, որոնց անգամ թվարկումը անհնար է որոշման մեջ, ուստի մենք նշել ենք մի քանի կարևորները, բնական գազի ջերմատվությունը, հարց, որը գրեթե միշտ քննարկվում է, գազի հաշվիչների ստուգաչափման գործընթացը, կորուստների հիմնավորվածության եւ այլն։ Սակայն այս հարցը նորից կրկնեմ, սպառիչ չէ եւ բազմաթիվ ենթահարցեր, որոնք վերաբերում են սպառողների շահերի պաշտպանությանը, այստեղ կարող են ընդգրկվել։ Երկրորդ կարևոր հարցը դա գազի դիմաց կուտակված պարտքն է, ընդ որում ոչ թե պարտքի չափը։ Եթե մենք համադրենք ձևակերպումը, որը մենք առաջարկում ենք այս որոշման նախագծով եւ նախկին ձևակերպումը, որը առաջարկվել էր նախորդ նախագծով, ապա կտեսնեք, որ այս ձևակերպումը շատ ավելի կոռեկտ է։ Իդեպ ասած, այն կոռեկտ դարձավ քաղաքական քննարկումների եւ կոնսուլտացիաների արդյունքում, այդ թվում նաեւ մեր ընդդիմադիր գործընկերների հետ։ Նպատակը ոչ թե զուտ պարտքի հիմնավորվածությունը ստուգելն է եւ ոչ էլ դրա մարման օրինականությունը։ Շատ ավելի լուրջ խնդիր ենք մենք դնում մեր առջեւ։ Պարտքի ձևավորման օրինականությունը հարց, որը հնչում է իրականում արդեն բավականին ժամանակ է, ինչպես նաև չափի հիմնավորվածության ուսումնասիրությունը։ Երրորդ հարցը վերաբերում է Հայ Ռուսգազարդ ընկերության օտարված բաժնեմասի գնահատման գործընթացին։ Չորրորդ հարցը ավելի ստրատեգիական հարց է եւ վերաբերում է ընդհանրապես բնական գազի այլընտրանքային ներկրմանը, լինի դա ռուսական այլ արտադրողի, լինի դա այլ երկրի արտադրողի
Ռուսաստանի տարածքով կամ որևէ այլ երկրի տարածքով։ Ինչպիսին են կանխատեսումները, ինչպիսի հնարավորություններ կան եւ ինչպիսի սահմանափակումներ կան։ Հաջորդ հարցը վերաբերում է ոչ թե Հայաստան մատակարարվող գազին, այլ Հայաստանի հնարավորությունները օգտագործելու որպես տարանցիկ երկիր։ Ինչպիսի իրավիճակում ենք մենք ներկայումս, ինչպիսի հնարավորություններ կան, որոնք են այդ հնարավորություններից սկզբունքորեն տեսանելի ապագայում իրագործելի եւ ինչպիսի արգելքներ կան այսօր, որ խանգարում են դրա իրականացմանը։ Հաջորդ երկու հարցերը վերաբերում են գազի գնին։ Մենք Վրաստանի սահմանում գնում ենք գազ եւ այդ գազի գինը ունի իր բանաձևումը այն միջազգային պայմանագրերում, որոնք մենք ստորագրել ենք։ Այդ բանաձևումը պետք է մեր կարծիքով ուսումնասիրենք, ինչպես նաև այդ բանաձևում առկա գործոնները, ինչքանով են դրանք հիմնավորված եւ ինչպիսի սկզբունքորեն կանխատեսումներ կարող են ունենալ դրա հետ կապված, իսկ երկրորդը դա ինչպես է ձևավորում մեր սակագինը։ Հասկանալի է, որ սահմանում կա մի սակագին, դա մեծածախ գինն է, սակայն հետագայում այդ գինը իրապես փոփոխության է ենթարկվում արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում մատակարարումը իրականացնելիս։ Ինչպիսի գործոններ կան, ինչպես է սակագինը ձևավորվում եւ ընդհանրապես այդ մոդուսը, որը ամրագրված է մեր օրենսդրության մեջ, սկսած ամենապարզ կարգավորումից կարգավորող հանձնաժողովը վերջացրած միջազգային պայմանագրով, ինչքանով է համապատասխանում միջազգային պրակտիկային։ Սրանք են այն խնդիրները, որոնք մեր կարծիքով այսօր առավել արդիական են եւ որոնց պետք է անդրադարձ կատարի ժամանակավոր հանձնաժողովը։ Որոշման հաջորդ մասը նվիրված է հանձնաժողովի գործունեությանը։ Թերևս ի սկզբանե պետք է նշեմ, որ այստեղ կան դրույթներ, որոնք արդեն իսկ քննադատվել են որոշ գործընկերների կողմից, այնուամենայնիվ ես համարում եմ անհրաժեշտ դրանց անդրադառնալ։ Առաջինը դա հանձնաժողովի նիստերի դռնփակությունն է։ Ինչու է մենք առաջարկում հանձնաժողովի նիստերը իրականացնել դռնփակ։ Ես արդեն նշեցի, որ հարցը իսկապես քաղաքական առումով շատ զգայուն հարց է, եւ եթե մեր նպատակը զուտ քաղաքական դեբատները չեն, իսկ դա շատ ողջամիտ նաեւ նպատակ է ունենալ քաղաքական դեբատներ, արտահայտել քաղաքական դիրքորոշումներ, բայց կարծում եմ սա այլ դեպքի մասին ենք մենք խոսում։ Մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր սպառողի, լինի դա ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ, դրանց շահերի լավագույն պաշտպանության մասին։ Մենք խոսում ենք, թե ինչպիսի, սա զուտ ինքնանպատակ չէ այս հանձնաժողովը։ Սրա հիմնական նպատակը պետք է լինի, թե ինչպիսի քայլեր մենք դեռևս պետք է կատարենք ազգային ժողով, կամ ինչպիսի հարցադրումներ պետք է բարձրացնենք գործադիր իշխանության առջև, որպեսզի բարելավենք իրավիճակը այս ոլորտում, եթե այդպիսի քայլեր նշմարվեն։ Իսկ ես վստահ եմ, որ նման քայլեր կնշմարվեն։ Այսինքն սրա բուն նպատակը իրավիճակը բարելավելն է, այլ ոչ թե զուտ քաղաքական դեբատները։ Իսկ մենք ընտրովի քաղաքական գործիչներս բնականաբար, եւ դա Հայաստանի առանձնահատկությունը չէ, յուրաքանչյուր падգամավորի, յուրաքանչյուր երկրի падգամավորի առանձնահատկությունն է, երբ ունենք լայն լսարան, միշտ չէ, որ մենք անդրադարձ ենք կատարում գործի բովանդակային այն ծանր հատվածին, որը պահանջում է քրտնաջան աշխատանք, այլ հակված ենք ավելի շատ ներկայացնելու մեր քաղաքական դիրքորոշումները, որը այս պարագայում ես վստահ չեմ, որ կօգներ գործին։ Դրանով է պայմանավորված այն առաջարկությունը, որ նիստերը պետք է լինեն դռնփակ։ Հանձնաժողովի կազմի մասին։ Այն առաջարկությունը, որ այս նախագծում է հետևյալն է. կազմը պետք է լինի հավասարակշռված։ Այսինքն իշխանական ուժերը եւ ընդդիմադիր ուժերը պետք է հավասարապես ներկայացված լինեն այս հանձնաժողովում։ Ես անգամ պետք է որոշակի փակագծեր բացեմ, թե ինչպես ենք մենք պատկերացրել հանձնաժողովի աշխատանքը, այդ հարցը եղել է մեր քաղաքական կոնսուլտացիաների առարկա, դրա համար հանգիստ կարող եմ այստեղ նաև ներկայացնել, որ իրականում հանձնաժողովը չի կարող հենց ամբողջ իր կազմով ձեռնամուխ լինել այս կամ այն հարցի ուսումնասիրմանը։ Սա պահանջում է լրջագույն նախապատրաստական աշխատանք։ Եվ հավասարակշռված կազմը հնարավորություն կընձեռի, որպեսզի իշխանական ուժերի եւ ընդդիմադիր ուժերի մեկական ներկայացուցիչ ստանձնելով այս կամ այն խնդրի նախապատրաստումը կատարեն այն անհրաժեշտ աշխատանքը, որը հնարավոր կդարձնի հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը։ Այսինքն հավասարակշռումը երկրորդ կարևորագույն սկզբունքն է, որ մենք ամրագրել ենք այս նախագծում։ Ես ավել ժամանակ ձեզանից չէի ուզենա խլել, պետք է նշեմ, որ մի
քանի թերություն նկատել եմ այս որոշման մեջ եւ կուզենայի ներկայացնել, թե ինչպիսի փոփոխություններ եմ ես ենթադրում, որ պետք է կատարվեն այս նախագծում, ասեմ, որ թերությունների մի մասներ նկատել են մեր գործընկերները այլ խմբակցություններից, ես անգամ կարիք չկա իրավի թվարկելու, բայց առաջին փոփոխությունը առաջարկվում է կատարել 3-րդ կետի 2-րդ մասում, երբ մենք ասում ենք, թե երբ է նիստը իրավազոր։ Իսկապես կարծես թե երկու հակասական դրույթ կա։ Մի կողմից մենք գրել ենք, որ հանձնաժողովի որոշումները ընդունվում են հանձնաժողովի ընդհանուր թվի անդամների ձայների մեծամասնությամբ, ինչը նշանակում է 50% գումարած 1, իսկ այս կետում մենք նշել էինք, որ նիստը իրավազոր է, եթե ներկա են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսը, այսինքն 50%, որպեսզի այս հակասությունը վերացնենք, մենք առաջարկում ենք այս կետում եւս գրել, որ նիստերը իրավազոր են, եթե նիստին ներկա է անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, այսինքն 50% + 1, որպեսզի նիստը չլինի ինքնանպատակ, հակառակ պարագայում անգամ օրակարգի հաստատման հարցը կլինի հարցականի տակ։ Երկրորդ փոփոխությունը իսկապես կարծում եմ կոռեկտ չէր 6-րդ կետում, երբ մենք նշում ենք երկու խմբակցության անուն եւ հետո նշում ենք եւ մեկական падգամավոր մյուս խմբակցություններից, բոլոր խմբակցությունները այս առումով պետք է անվանվեն այնպես ինչպես կան, այսինքն յուրաքանչյուր խմբակցության անվանումը պետք է նշվի։ Եվ վերջապես 9-րդ կետում, երբ խոսքը գնում է հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է նրա կազմավորման օրվան հաջորդող առաջին երկուշաբթի օրը ժամը 11-ին։ Կազմավորում եզրույթը որևէ ձևով սահմանված չէ եւ իսկապես խուսափելու համար հետագայում որևէ բանավեճից, թե կազմավորումը նշանակում է 100%-անոց կազմավորում, թե ենթադրենք 10 անդամներից 8-ը եթե արդեն նշանակվեցին, ապա հանձնաժողովը կազմավորված է եւ այլն, առաջարկում ենք այս դրույթը լրացնել մեկ այլ նախադասությամբ եւս, որ հանձնաժողովը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են նրա անդամների ընդհանուր թվի կեսից ավելին։ Այս 3 փոփոխություններն է, որ առաջարկում ենք կատարել այս որոշման մեջ եւ ընդունել այն։ Շնորհակալություն։ Հիմնական զեկուցող պարոն Հարությունյան